Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քանի օրեր առաջ 5 շաբթի օր մենք նշեցինք եւ դոնախմբեցինք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի երկինք համբարձման դոնը։ Հիսուսի երկինք համբարձումեն ետք առաջին գիրագի օրը մեր եկեղեցվո մեջ հadouk անուն ունի եւ կգոչվի երկրորդ Ձաղգազարդ։ Ինչպես գիտենք սիրելներ, Ձաղգազարդը Տեր Հիսուս Քրիստոսի Ռաշապար հարութենեն մեկ շաբաթ առաջ այն գիրագին է, որու ընթացքին մենք գնշենք Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ Դերը իշուգի վրա նստած թեպի Երուսաղեմ մուտք գործեց եւ իր աշակերտները իրենց վերարգուները փրեցին Տիրոջ ոտքին դիմաց։ Նաեւ ժողովուրդը ուրախությամբ ու ցնծությամբ սկսավ աղաղակել. Օրտնյալ է ան, որ Տիրոջ անունով գուքա, օրտնություն Դավիթի որդիին, Արմավենիի ոստերով եւ նաեւ Ցիթենիի ջուղերով թիմավորեցին Դերը։ Սիրելիներ, երկու բաժարներով ահավասիկ մեր եկեղեցին այս գիրագին գոչած է երկրորդ Ձաղգազարդ։ Առաջին, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսի հարութենեն յետ մինչև ոգեկալուստ ամեն օր 4 ավետարանիչներեն հատվածներ կգարտացվին։ Եվ այս օրը գզուկաթիբի այն հատվածներուն ուր գբատմեն ճիշտ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Բայց նաև ավանդավեպը պատմված է մեր եկեղեցվո հայրերուն կողմէ։ Եվ այդ ավանդավեպը հետևյալն է։ Երբ մեր հավատքի հայրը Սուքրիկո լուսավորիչ խոր վիրաբի մեջ նետված էր, ամեն օր իրեն այցի գուքար հրեշտակներու 9 թասերեն, 9 խումբերեն 4-րդ թասի հրեշտակը։ Եվ ամեն օր գմխիտարեր զինք, գզորացներ զինք։ Ճիշտ այսօրվան պես հրեշտակը չայցել էր Սուքրիկո լուսավորչի։ Սուրբը գմտահոգվի։ Հաջորդ օր երբ հրեշտակը դարձյալ գայցել է իրեն, Սուքրիկոր գհարցնե հրեշտակին. Ինչու համար երեք չգար։ Եվ հրեշտակ իրեն կբացատրե, որ ես կպատկանիմ 4-րդ թասի, 4-րդ խումբի հրեշտակներուն։ Ամեն տարի Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման դոնին արիթով հրեշտակներու յուրաքանչյուր թասը Տեր Հիսուս Քրիստոսին դիմաց կուքա եւ գերգրբակե իրեն եւ գդոնախմբե Հիսուսի համբարձումը։ Եվ քանի որ 4-րդ օրն էր համբարձման եւ ես կպատկանիմ 4-րդ խումբին հրեշտակներու, հետեւաբար ես չէի գրնար այդ օրը Հիսուսի դիմաց չելել ու չեր գրբակել, ադոր համար բացակայեցա։ Սիրելիներ, Տեր Հիսուս Քրիստոս երբ երկինք համբարձավ 9 հրեշտակներու խումբերու մեջ են անցավ եւ ամեն մեկ խումբ, ամեն մեկ թաս հրեշտակած փարապանեցին Տիրոջ անունը, փարավորեցին։ Եվ եթե գարտակ 24-րդ Սաղմոսը, այնտեղ երբ հրեշտակները հարցուցին ով է ասիգա որ գուքա, Հիսուսի ընկերացող հրեշտակները սկսան աղաղակել, ասիգա հզորն է, թագավորն է, որ հաղթանագեց պատերազմի մեջ։ Բացեք դռները, ով իշխաններ, թող բացվին հավիտենականության դռները եւ ներս կանչեցեք հզոր թագավորը։ Ամբողջ սրտով գաղութեմ, որ ինչպես մեր հավատքի հոր Սուքրիկո լուսավորչին հրեշտակ մայցի գուքար, թող հրեշտակը այցիկ այսօր մեր ժողովրդին։ Եվ մենք ալ սիրելներ, փանանք մեր սիրտերը, փանանք մեր հայրենիքը, Տեր Հիսուս Քրիստոսի դիմաց, հարուցյալ փրկին դիմաց, որբեսի ներս մտնե հավիտենական թագավորը, հզորը, հաղթողը եւ ջզմե երևելի եւ աներևույթ թշնամիները մեր հայրենիք են, որբեսի մենք սրբությամբ ու խաղաղությամբ ապրենք։
Այս բոլորը սիրելներ պատկերված են օրվան օրտության շարականի մեջ, որ գրած է Գրիգոր 3-րդ Բահլավունի Գաթոյգոսը։ Գրիգոր 3-րդ Բահլավունի Գաթոյգոսը սիրելիներ մեր շատ սիրելի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրաբեդին մեծ եղբայրներ։ Անիգա իմաստությամբ լեցված էր եւ Ներսես Շնորհալիեն առաջ ինքն էր հայոց Գաթոյգոսը 1113-ին մինչև 1166 թվականը։ Անիգա տակավին 20 տարեկան էր, երբ Գաթոյգոս օծվեցավ իր ունեցած իմաստությամբ եւ հավատքի զորությամբ։ Գրած է բազմաթիվ շարականներ, ես այսօր օրտության շարականը, քանի որ ցեզի երկած եմ, պիտի երկեմ հաջորդ շարականը, ամբողջ գանոնը նվիրած է, շարականի գանոնը նվիրած է երկրորդ Զարգազարդի արիթով, հետևաբար պիտի երկեմ Արավոտյան ժամերկության ընթացքին երկվող հարց թագեն շարականը, որ գսկսի այսօր Արարիչըտ Արարածոց բարերով։ Նախ սիրելներ թարգմանեմ ցեզի ինչ կսե Գրիգոր Բահլավունի Գաթոյգոսը եւ ապա երկեմ ցեզի այս սկանչելի շարականը։ Այսօր թուն արարածներուն Արարիչը նորահրաշ արարչությամբ եկեղեցին զարդարեցիր, քեզ գփարեփանենք մեր հայրերուն Աստվածը։ Այսօր թուն հավիդենաբես գենթանի ես, մեղքով մերած մեր բնությունը փառքով երկինք բարձրացուցիր, քեզ գփարեփանենք, ով մեր հայրերուն Աստվածը։ Այսօր մեղքի պատճառով քեզ մե դարակրածներս առաջինեն ավելի մեծ փառքով քեզ հետ հորդ աթորի մեջ հանգեցուցիր, քեզ գփարեփանենք մեր հայրերուն Աստվածը։ Դերը օրտնեցեք եւ հավիդյան փառավորեցեք զայն։ Հեթանոս ժողովուրդներ, որ հրեշտակներուն հետ բարձրացակ եւ անջար փառքը ստացակ, օրտնեցեք եւ հավիդյան փառավորեցեք զայն։ Քահանաներ եւ պաշտոնյաներ, որ քերոպեներու շարքին տասվեցակ, անոնց ցայնակցելով օրտնեցեք եւ հավիդյան փառավորեցեք տասեցնողը Հիսուս Քրիստոսը։ Այժմ սիրելներ ցեզի երկեմ այս սկանչելի շարականը, սորվեցեք, լսեցեք եւ տեսեք մեր եկեղեցվո սկանչելի հոգետով շարականները որքան հոգին գզորացնեն եւ գլեցնեն։ Հորտնյալ ես Տեր Աստված հարցն մերոց հորտնյալ փառավորյալ անուն քո հավիդյան այսօր Արարիչ Արարածոց որ նոր առաջ արարչությամբ զարդարեցեր զեկեղեցի ըսկես փարեփանենք Աստված հարցը մերոց այսօր գենթանին հավիդենից որս մեղոք մեր յալպնությունս բարձրացուցեր փառոք հերգինս ըսկես փարեփանենք Աստված հարցը մերոց այսօր որ զդարակյակս ըստ հանցանած կերակույն կազարաչին ընկես հաթոր հոր հանքուցեր ըսկես փարեփանենք Աստված հարցը մերոց օրտնեցեք ամենայն քո
խոսած, որ կընտրեշտակս բարձրացայք, որով զանջար Փարսնգալայք օրնեցեք և բարձրարեք Ազնավիդյան Քահանայք և բաշտոնյայք որ կընկրոպես ընթասեցայք ընտնոսին համացանյալք որ տասեցույց նորտնեցեք և բարձրարեք Ազնավիդյան Գփարեփանենք մեր հարուցյալ դերը, մեր համբարձյալ դերը եւ ինչպես որ երբ Հիսուս համբարձավ երկինք, հրեշտակները զարմացած գտիդեին անոր երկինք համբառնալը, երկու աշակերտները գտիդեին, երկու հրեշտակներ իջան աշակերտներու մոտ եւ ըսին աշակերտներուն ինչու համար զարմացած Հիսուսը գտիդեք, որ երկինք համբառնա, որտեղ նույն այս Հիսուսը դարձյալ պիտի դառնա, սիրելի քույրեր եղբայրներ, եկեք մեր հոգի, սրդի, մտքի, էության թռները բանանք, հաղթական Հիսուսին դիմաց եւ հրավիրենք զինք, որ եկուր դեր, հանգչիր հոգիս մեջ, հանգչիր սրդիս մեջ, բանանք մեր ընտանիքի թռները Տիրոջ դիմաց, մեր զավակները Քրիստոսի մոտեցնենք, հրավիրենք Քրիստոսը մեր կյանքի մեջ, ոչ թե մերժենք զինք, մեր արարքներով, մեր կյանքով, մեր խոսքերով, մեր կորձնեությամբ, այլ ընդհակառակը իրեն հնազանդ զավակները լանք եւ հրավիրենք մեր ընտանիքներեն ներս, հրավիրենք մեր հայրենիքեն ներս, հրավիրենք մեր դպրոցներեն ներս, որբեսի մեր մեջեն բղծությունը դուրս գա, մեղքը դուրս գա, անարտարությունը դուրս գա, խավարը դուրս գա, չարությունը դուրս գա, նենգությունը դուրս գա, թավաջանությունը դուրս գա եւ մենք կարողանանք Տիրոջ ներկայությամբ զորանալ, սրբվել, մաքրվել եւ կարողանանք իրարու հետ սիրով ու սրբությամբ ապրել եւ մեր հայրենիքը դարձյալ հավատքի զորությամբ լուսավոր դարձնենք, որբեսի այլևս ոչ մեկ երևելի եւ աներևույթ թշնամի չկարողանա ասպատակել մեր հայրենիքը։ Աստված ցեզ արադաբեստողորտն է, բարի եւ օրտնյալ գիրագի ծեր բոլորին։